Հասանք ոսկեպարի եկեղեցի, մտնենք մոմ վառենք, բայց ինձ թվում է այս խոտերի միջով գնալ ավելի հարմար կլինի։ Հենա ոսկեպարի եկեղեցի։ Ճանապարհ։ Հա, օքեյ։ Դեպի ճանապարհ։ Էդ էլ տաներ որ կոնֆլիկտի պատճառով տենց էլ ըստ էության չեն բնակեցվել։ Ինչ աղմկար թիմա Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ։ Փառքս։ Բարև ձեզ։ Ուրախ եմ։ Լավ եք։ Էսա մոմ վառենք։ Ունենք մոմ։ Դուս կանք։ Արի Դավիթ, արի սահմանազատումն է ցույց տանք։ Սել մեր սահմանազատումը։ Եվ հիմա ավտոբուսում հետ ենք խոսում, որ
Հիմա այս տարածքները սահմանի այս հատվածները վստահաբար ամենաանվտանգ տեղերն են Հայաստանի Հանրապետության։ Իհարկե այս փշալարերը այստեղ դեռ կան ներքին, որովհետև նոր քայլում էինք, մեզ էլի խնդրում էին, որ ավելի ճանապարհի մոտ, որովհետև մտավախություն կա, որ ականներ բան դեռ մնացած կարանելն են, բայց ընդհանուր առմամբ արդեն փշալարից են կողմ սահմանն է, փշալարից սկսում է սահմանային շերտը։ Այս տները բնակեցված չեն եղել, չէ՞, շինարարությունը կիսատ է։ Եղել է, ապրել է։ Պարոն Փաշինյան, ես հիմնականում այդ հարցը հիմար եմ։ Եկեք, կամ քայլենք, կամ խոսանք։ Ես եմ թաղամասկա եկեղեցու, որ ես մի անգամ եմ ծույլ։ Ասենք երկու անգամ որ եկել, երկու անգամ էլ ես պատճառացել եմ, որ ոչ հանձնագիր ունեն տները։ Հա, գիտեմ։ Ոչ մի բան, հետո հանձնարարվեց, ասին հանձնագիր տտանք, հանձնագրի հարցը հետաձգեցին, այսինքն փոխեցին, ասին ուրիշ անելու, փոխհատուցման ինչ-որ։ Դե հիմա խնդիրը ինչ է, որ փաստաթղթերի խնդիր կա։ Փաստաթղթերի խնդիր կա, ժառանգության հարցամարտկացի մասը մահացել են, մասը Ռուսաստանում։ Դե թղթարարությունը պետք է հասկանանք ոնց են գլուխում էլի։ Երևի յոթ թեպուր գոնե փոխհատուցում մարդկանց տվել իրանց։ Դե հիմա ասենց հա մարդիկ կան, հիմա տեսեք, այս տները ամբողջը Հայաստանի տարածքն է բնականաբար։ Տարածքա, բայց ընկնում բուֆերա ինչ։ Հա, բայց մարդիկ կան այդտեղ, քանի որ արդեն սահմանապահ ծառայության շրջան է, ասում են ուզում են կտեից դուրս գանք, ասենք ավելի գյուղի խորքում ունենանք։ Հիմա նայում ենք ազգային անվտանգության ծառայությունը եկել են, նայել են, չափումներ արել են, փաստագրել են փաստերը, միջև լուծումը կհասկանա։ Հիմա բոլորի թղթերը կան տների։ Չէ, ոչ մեկը անձնագիր չունեն։ Չէ, բայց որոշումով կա, հիմք կա։ Որոշումները կա։ Որոշումով կա, որ այդ մարդուն տրվել է այդ տարածքը, մարդիկ այդ տունը կառուցել են, մի մասը ապրելիս էլ է, մի մասը երկու օր, մի մասը առաջ։ Այս չգիտեի, որ ապրելիս են եղել։ Ես գիտեի, շինարարությունը կիսատ է։ Մարդկա որ ապրելիս էլ ընտանիքներ կա, որ ապրում էին։ Խանութ էր կառուցվել, մարդիկ օգտվում էին։ Հա։ Շատ լավ, դե կնայենք։ Ես գիտեմ, որ ժամանակին հանձնարարել եմ ԱԾ-ն զբաղվում է, լուծում կգտնի։ Այս ճանապարհն էլ չէ, նորոգվեց։ Հա, այդ ճանապարհը առաջի բանով լավ չէին կառուցել, հետո երկու անգամ նորից։ Հա, որտե որակի խնդիր կա, բա բնականաբար պետք է գումարը չի վճարվում։ Ձախով ցեխա, ստե մի վարկյա։ Ահա։ Քանի տուներ ստեղ, քանի տան։ 32 տնտեսություն։ 30։ Ինչ եղա։ 32 տնտեսություն է։ Այդ հարցը բակի լուծվի լավ։ Կնայենք։ Գիտեմ, որ զբաղվում են։ Հա, ու երկրորդ հարցի։ Էսա տակեր ընկնելու կարուն գալու է ռոռոկման խնդիրը բանը ջրի մեր բանը մենք ռոռոկման ջուր չունենք։ Ուրեմն գյուղը այդ եղա ջրից օգտվում է եւ կենցաղային, եւ խմելու, եւ ռոռոկման իրանց տնամերձելու ջուրը չի երիքն։ Ժամով ատարվում 30-40 րոպե ջուր ատարվում, նույնիսկ ամառնացավ ավելի նվազալնելու ջուր չէ։ Իսկ որից է գալիս ավազան կա։ Մենք ինքնահոս անովակալ ինքնահոս միջակայքով, բայց քիչ չի բավարարում։ Բայց ունենք ջրամբար 300 տոննանոց է, 50 տոննանոց է ամբողջ գյուղին։ Այս երկևը գետյապին լավ ջուր ունի։ 200 տարի մարդիկ օգտվել են ժամանակին 30 տարի առաջ պոմպովել էր մղվան, սովետական ժամանակի պոմպերը չդիմացան վառվեցին կան։ Հիմա կարելի է պոմպով մղել այդ ջրամբարները օրվա միջին 2 անգամ եթե մղում Հաշվել եք ինչքան ծախսա։
Չէ կարելի համայնք կարա սուբվենցիա բանի 2.5 կիլոմետր խնդիր աստեղից վերև են հանում։ Յատեն ասում։ Հա, ու այդ հարցը լուծում ա գյուղ։ Ու հետո վերև են մղում վերևը բան կա ավազանքա որ կուտակվի 300 տոննանոց եւ 50 տոննա։ Իսկ վերև տեղ չկա որ ինքնահոս գալացվի Չէ, որտեղ ներքևից պետք է մաղվին վերև։ դա Մի Լավ, դե ջրային հարցերը բարձր հանրապետությունը եկել են նայել են տարբեր կազմակերպություններից, այս վերջի անգամ էլ որ կազմակերպությունից են եկել դե համայնքի բանով էին եկել, եկան տեղերը մաքրեցին, դեռ Շատ լավ կհետաքրքրվենք տենանքին վիճակը առաջի բանը էլի ջրի խնդիր։ Ինչքան հող կա յուղում Ո՞ւմ։ գյուղատնտեսական նշանակության Դե այս պահին ապրող մոտավորապես մի 200 տնտեսություն է։ Չէ, բայց վարելահող Վայելահողները այս մյուս ափին է մեր հողերը անմշակա ու հետո ոչ ջուր ունենք ոչ հողերն էլ որակազրկվել են, բայց հիմնականում տնամերձերն է մի 120 հեկտար։ Տների պահող, հա։ Բարոն Փաշինյանի ոնց եք վրախում մենք։ Շատ լավ գնայինք Անում ենք այ պարոն Բարբեկ մոդել ասում եմ, այս մեր ջրի Գնայինք Բոլոր հարցերն է կնայինք Գնացինք Մոռանաք մեր ջրի մասին։ Ոչի բանի մասին է չենք մոռանում մենք Այո Չանջատ ես գտերը բայց Մոն վառեցիք Շատ լավ Մի րոպե ճանապարհների մասին պատմելու բաներ ունենք Թող տեղավորվեն Ուրեմն այս ճանապարհը էսա որ դուրս ենք գալու Այդ ոսկեպար բաղանից ճանապարհն է որը այն ժամանակ որ օգտագործվում էր գրվում էր դիտարկվող տարածք որովհետև շատ վտանգավոր էր համարվում այդ տարածքը բայց հիմա բնականաբար սահմանազատումից հետո անվտանգ ճանապարհ այս այն տեղերից է որ շատ սիրում են չէ երաշխիքների մասին խոսել որի անվտանգությունը կարող են երաշխավորել եւ վերջերս էլ միջին նորոգում արեցինք նախորդ տարի սահմանազատումից հետո միջին նորոգում արեցինք եւ բնականաբար հիմա հայլընտրանքային ճանապարհը ոչ մեկ չի օգտագործում որտեղ իմաստ չունի այդքան տարածություն ժամանակ կտրել եւ անցնել Իմիջայլոց հիմա այս ընթացքում ուղղակի մենք մտածեցինք նաեւ որ մի քիչ ծանրաբեռնենք նոր ինչ ենք Իջևանից դուրս եկանք հասանք Կիրանց Աճարկուտ եւ մտածում ենք որ եթե մեր այս ընթացքում արած ծրագրերի վերաբերյալ այսքան տարածքում անենք առանձին անդրադառնանք ժամանակ ուղղակի չի երիքելու որովհետեւ այսօր ուզում ենք լոռու մարզել հասցնենք մտնենք այսինքն մտնելու ենք բայց արդեն օրվա համարյա մեծ մասը անցել է եւ 16 միլիոնի այ բանում էլա ոսկեպարում էլա երեւ մի հատ ցույց կտակ են թաղամասը այ 16 միլիոնով ոսկեպարում է գործնականում արդեն 20 միլիոնա ոսկեպար կիրած բերքապ գործնականում նոր թաղամասեր են իհայտ գալիս բերքաբերում փաստացի գյուղի համարյա կրկնակի չափ ավելանում է բանում կիրացում կրկնակի ավելանում է Մի հատ խնդրում եմ նայեք ոսկեպարում քանի տուն կա էլի Մի հատ ճանապարհը ցույց տվեք, ես էլ այ նոր սահմանազատված միջին նորոգում անցած ճանապարհն է առանց որևէ մտավախության եւ առանց որևէ մտահոգ Ինչքան ոսկեպարում 53 տուն ոսկեպարում բաղանիսն էլ նայեք 54 բաղանիսում ոսկեպարում 53 ընդ որում այն սահմանազատման օրերին պարոն մարզպետ կհիշեք որ գալիս էինք քանի անգամ հանդիպման եկանք Սանոսյանն էլ աստեղ ինքն է կհիշի անընդհատ ոսկեպարի ժողովուրդը չէ երկու տուներ ոնց որ թե 2-3 տուներ են սահմանազատման այդ բանավեճերի ժամանակ հիշում եք որ գալիս ենք ժողովրդին ասում էին հարցնում էի ասում էի այդ 16 միլիոնով քանի տուն կա ասում էին 2 ասում էի ժողովուրդ խի ինչի չեք կառուցում ասում են մենք ստեղ ապրելու ենք ես ինչ եք անում եւ այլն հիմա 24-ից հետ սահմանազատումից հետո ոսկեպարի տները կոնկրետ սահմանազատումից հետո որ մարդիկ այդ ծրա
Չէին հավատում, այո, որովհետև այնքան ասել են գյուղը տալու են, ասեն տալու, եկեղեցին տալու են, այս ճանապարհի համար էլ էին ասում։ Այս ճանապարհի համար էլ էին ասում։ Այստեղ էլ մեր սահմանապահ զորքերի նոր հենակետն է, այստեղ ռուսական զորքերի հենակետ էր, իրանք դուրս են եկել, հիմա սահմանապահ զորքերի հենակետն է։ Այո, ամրացված շրջանները, պարոն Թորոսյան, ուրեմն Բերքաբերում 90 տուն էր, իսկ Բաղանիսում ինչքան է։ Բաղանիսում 54, Բերում 96, ոսկե պարում ասեցինք 53, ու բաղարշը պետք է 2-3 շաբաթից վերա մեկնարկում ենք հատկում դրել ենք դրաֆտ, եվս 1600 մետավորավոր սահմանահա, մեր գյուղեր, սահմանամերձերում և նոր կառուցվող դպրոց այո, գյուղերում։ Ընդհանուր 2300 մոտավորապես արդեն ունենք, եվս 1500 կարգել, ավելան ընդհանուր դառնում է պրոյեկտը 4000, եթե միջի 4-ով խանութով տանիքով հաշվենք, դառնում է։ այդ մի րոպե ձեր ձայնը լսվում է հիմա։ Դե ծրագիրը ընթացքում կզարգանա, մենք հիմա այլ մտադրություններ ունենք, թե ոնց ծրագիրը զարգացնենք, բայց հիմա աջ կողմից արդեն սահմանազատված է սա, մեր սահմանն է երևում արդեն, որը այսինքն անվտանգության եւ պետականության եւ ինքնիշխանության այս հայեցակարգն է, որը շատ կարեւոր է։ Ես նոր ավտոբուսում եթերից դուրս ասում էի, որ սահմանազատման հետ կապված որոշումը մեր իրական ինքնիշխանության, մեր իրական անկախության, մեր պետականության հզորացման ամենակարևորագույն որոշումն է, որը մենք կայացրել ենք եւ մենք կարանք պետք է հպարտանանք այդ որոշումով, որովհետեւ այդ որոշումը, որը շատ բարդ միջավայրում տրվեց, մեր պետությունը ուժեղացրեց, մեր անկախությունը ուժեղացրեց, մեր սահմանա, մեր գյուղերի անվտանգությունը ուժեղացրեց, էլի եմ ասում։ Եկեք ուղղակի հետ գնանք 2024 թվականի ապրիլ-մայիս, տեսնենք ինչ էին կանխատեսում Բաղանիսի մասին, Ոսկեպարի մասին, Կիրանցի մասին, Բերքաբերի մասին, եւ այսօր գնանք տեսնենք Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում, Բերքաբերում ինչա տեղի ունենում։ Իսկ տեղի ունենում հետեւյալը, իմիջիալոց էլ է կարևոր բան, որ սահմանազատված հատվածներում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները ծառայություն իրականացնում են առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ հրազենի պահունակներն են ոչ թե հրազենի վրա են տեղադրված, այլ տեղադրված են պահատուփերում։ Ճանապարհը ցույց տվեք։ Այ Միչայլոց, այս ճանապարհահատվածը նոր է, բայց նաև այս շատ կարևոր է արձանագրել, որ 2018 թվականից հետո Բագրատաշեն-Երևան ճանապարհահատվածը նոր տեսք է ստացել։ Եվ իհարկե մարդիկ իրանց ընտանիքներով շատ հանգիստ, վստահ այս տեղերով երթևեկում են առանց որևէ մտավախության, որ կարող է ինչ-որ մի բան այնպես չլինի։ Հիմա մենք հասնում ենք արդեն Բաղանից գյուղ, նախկինում շրջանցիկ ճանապարհով էին հիմնականում, այս ճանապարհն էլ էր անցանելի, նենց չէր, որ անցանելի չէր, բայց գրված էր դիտարկվող տարածք եւ խորհուրդ չէր տրվում այստեղով անցնել։ Բայց հիմա իհարկե որևէ նման խնդիր չկա։ Այս փուլի համար երևի այսքանը, իհարկե ճանապարհների մասին էլ կարայինք խոսեինք հիմա։ Հիմա այդ հատվածը անցանք արդեն, որ սահմանազատումից հետո է։ Ես հիշում եմ 2018 թվին իմ առաջին այցն էր պաշտոնական, երբ որ Վրաստան այցով մեկնեցինք եւ հանդիպում էր նաեւ հայ-վրացական գործարար շրջանակների եւ շատ մեծ թվով ներկայացուցիչներ կային տուրիստական բիզնեսից եւ ինչ էին խնդրում մարդիկ, ասում էին, որ խնդրում ենք Բագրատաշեն-Երևան ճանապարհը կառուցեք, որովհետեւ մեր տուրիստական ավտոբուսները ջարդուփշուր են լինում այդ ճանապարհներին եւ այդ այցից հետո էր այն ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պարոն Պապիկյանն էր
Ես վերադարձա եւ ասացի, որ մեր առաջնային խնդիրը Բագրատաշենից մինչեւ Երևան ճանապարհը բերել այնպիսի վիճակի, որ բանը լինի։ Հա, այս մարդիկ են հավաքած։ Մի րոպե կանգնեք, տեսնենք ինչ հարց ունեն։ Եվ հիմա այդ ճանապարհը բնականաբար շատ լավ վիճակում է եւ խոսում ենք, որ բնականաբար եւ մենք ուրախ ենք դրա համար, որ հիմա ոչ մեկ չի հիշում այդ ճանապարհը 2018 թվին ինչ վիճակում է եղել։ Խոսքը Բագրատաշեն Երևան ճանապարհի մասին է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Հա, դու ոնց ես։ Լավ։ Էս ինչ լավ եղանակ է։ Ինչ կա, ոնց եք։ Ինչ տրամադրության եք, ինչ ալի եք։ Ում չբարևեցի։ Ինչ որ հարց կա, որ ուզում եք։ Ասա, եղա։ Գյուղում տղաներ ունենք, ազապ, սենց ասենք։ Լավ։ Շատ են, շատ են։ Բալավ է։ Ու մեր խնդրանքը ձեզ գիտեք ինչն է, նախ մի քիչ ժամանակ տրամադրեք մեզ, մենք մեր միտքը արտահայտենք։ Մեր խնդրանքը կառավարության այն է, իրականում այս ծրագիրը, բնականաշինության ծրագիրը, որ կա շատ լավ է, իդեալական, հիանալի ծրագիր։ Բան նոր ավտոբուսի մեջ էի պատմում, որ 2024 թվին հիշում եք, որ խնդրում էի, ասում էի օգտվեք այդ ծրագրից։ Բխիչ օգտվեցիք, ասում էի օգտվեք, ասում էիք չէ։ 60 հատ ունենք։ Հա դե լավ է, էլի վատ չի։ Իրականում 60 տուն կառուցվում է։ Պարոն Թորոսյան, եկեք, ձեր թեման Մեր է։ խնդրանքը ձեզ այն է, Դայվեր կսել մեր ինադու։ Խի ինադու։ Չօգտվենք։ որ այդ թեմով հարց չտանք։ Խի ինադու։ Որ այդ հարց չտանք։ Չէ մենք հիմա ծրագիրը վերաբացում ենք, նոր էդ ենք խոսում։ Պարոն Թորոսյան, դուք խոսեք, էլի ես խազում։ Վերաբացում ենք իրեք իրոք։ Ուրա միկրոֆոնը էս ասա։ 3 կտորով ենք վերաբացում, մեկը նախկինում են քաղաքացիների համար, որոնք որ չեն հասցրել, մինչև մայիսի 1-ը ունեցել են շինթույլտվություն կամ հողամաս, այդ մոտավորապես 400 հոգի, 400 շահառու ամբողջ Հայաստանով, էլի Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք։ Մյուսը այն գյուղերում է, որտեղ որ ավելի քիչ է կառուցվել։ Այսինքն գյուղեր կա շատ է կառուցվել, գյուղեր կա քիչը 10%-ի չափով կառուցվածքներից ավելը նոր քվոտա չենք բացում, որպեսզի մյուս գյուղերն զարգանան։ Այսինքն այնպես չլինի, որ գյուղի նախկին, հա, մոտավորապես մարդկանց քանակի հաշվով, եթե 10%-ից ավել է կառուցվել, որպեսզի մյուս գյուղերը, որտեղ քիչ է կառուցվել, այնտեղ զարգանա, հավասարաչափ զարգանան, եւ մի նոր կոմպոնենտ ենք ավելացրել, որը դպրոցներն է, որտեղ որ դպրոց են կառուցել, այստեղ էլ կա։ Ու այս Գաղանիսում չկա, Կիրանցում կա, իրանց աջակցությամբ, հա, դպրոցներ կա, որ կառուցել են, բայց աշակերտների թիվը ավելի քիչ է, քան մենք կարող ենք բանանել, այդտեղ ավելի շատ անում։ Այսինքն ընդհանուր Հիմա Կիրանցում քանի շահառու ենք ունենում։ Այդ բանում, Բաղանիսում մենակ պարտքերն է, այսինքն նախկինից եղած, ով որ կիսած գործերն այս Աճուկնային կարգով հողեր ենք տվել այս երիտասարդներին։ Քանի հատ եք տվել։ 20 հատ հաստատ ունենք։ Հա, 20 Չի կարացել օգտվել։ Լավ, եկեք սենց ենք անում, թող այս բացվի լտենանք, ով է շահառու դառնում, ով չի շահառու Դե մենք դառնում։ այդ ենք ուզում հենց հասկանանք, իրականում մենք Տեսեք, ով մինչև բոլորիս կյանքը նույն ձև չի դասավորվում։ Էլի մեկը հասցրել է ժամանակի ընթացքում ամուսնանա, մեկը չէ։ Մեկը իրականում բնակարանի խնդիր ունի, որ չի ամուսնացել։ Մեր խնդիրն է, օրինակ, մարդիկ կան 3 եղբայր են, 2 եղբայր են, մենք մի տան մեջ են ապրում, ու այդ տունն էլ ինքը թողինցներին, բայց դիմացվելու իրավունք չունի։ Պարզա, բայց մի քանի անգամ եղել է այդ հնարավորությունը, եւս մեկ անգամ։ Նորից եմ ասում, 24 թվին խնդրում էի, ասում էի, վերցրեք այդ ծրագիրը, վերցրեք, ասում էին, չէ, տալիս եք գյուղը, տալիս եք, ամեն ինչ տալիս եք։ Հա, չես հիշում։ Չես հիշում, որ Ամենայն դեպս եկանք են եզրակացության, որ գյուղը չեն տալի։ Միջև հասկացա, որ գյուղը չեն տալիս, ծրագիրը փակում։ Դե դա ինչ անենք, պարոն վարչապետ, հիմա Դե կմտածենք, եկեք սենց խնդրանք, եթե հնարավոր է։ Հիմա տեսեք, հիմա շատ մի րոպե, չէ, հիմա շատ բարդ ընտրական փուլ է, օրենքը սահմանափակումներ ա դնում, մենք կարող ասեն կաշառակ։ Չէ, մենք հիմա ոչ կարանք տենց խոստումներ կան, որ այս պահին մենք բացում ենք ծրագիրը, մի հատ տեսնում ենք, որ գյուղում ինչ է կատարվում, հետագայում արդեն ընդհանրապես մենք պարոն Թորոսյանը մի հատ շատ լավ առաջարկ արեք, քանի որ ընդհանրապես ասենք, մի րոպե, որ թվին ենք այդ ծրագիրը բացել, 22 թվին չենք, ուղիղ մի տարի արձագանք չի եղել ծրագրի։
կամ են կառավարության նիստում խնդրում աղաչում ենք, որ մարդիկ ծրագրից ուղիղ համարյա լավ կարող է 9 ամիս ամբողջ հանրապետությունը մարդական չի գնում եք գյուղերում մարդկանց ասում է ժողովուրդ փող ենք տալիս տունսը ձեռով սենց էին անում ասում են իբր էտում ես ուզում խափես էլի ոնց թե փող եք տալիս որ տունս արք մի տարի այդ ծրագրից օգտվող չեղավ հետո կնայենք իրականում արդեն անցած ժողովուրդ հիմա գիտեք հիմա հույս ունեմ երևում է թե մենք ինչ առանձնահատուկ վերաբերմունք ունենք հատկապես այս հատվածի որ այդքան գնացել ենք եկել ենք վիճել ենք կռիվ ենք արել չենք հավատացել իրար եւ այլ չէ մեզ համար կարեւոր է որ այս գյուղերը զարգանան եւ այս գյուղերը զարգանալու են դա ոչ մի կասկած չկա ընթացքում կնայենք կտեսնենք այս գյուղի մնացող տղեկն մենք ամեն ինչ կանենք որ տղեկը գյուղից ոչ մի տեղ չգնա շնորհակալ եմ պարոն Վարչապետ հաջողություն ձեզ կարևորը լավ է տրամադրությունն է այդտեղն է չէ իրոք չէ երևում այն վաղ քեզ երբ տենում է անթրաշ ման հիմի տեսքը տեղը գույնը տեղը տրամադրությունը տեղը կարևոր է հա իրոք ես վարչական ղեկավարին քանի անգամ հանդիպած կլնենք երևի մի լավ վայտանաշին ինչ 2-3 ամեն դեպս ես քեզ չեմ հիշում որ սենց աշխատանքային լավ տեսքով եղածել գնացինք հա իրոք հոգեբանությունն էլ է փոխվել չեմ հիշում որ ես իրանց տեսած ելնեմ սենց լավատես պայծառ իհարկե լավ ինչ էի ասում հա պարոն Խուդացյան Պարոն Սանոսյան, դու էլ լսի, Պապիկյանն էլ 18-ից էսկոմ բոլոր նախարարները տեղում են, չէ՞, ուրիշ նախարար չենք ունեցել։ Հա, երբ որ Թբիլիսի գնացինք այցի, հիմնականում տուրիզմի ոլորտի բիզնեսները շատ հրատապ հարց էին դնում, ասում էին ավտոբուսները ջարդվում են, խնդրում ենք Բագրատաշենից Երևան ճանապարհը սարքեք եւ մեր առաջին այսպես ասած մեծ նախագիծը ճանապարհաշինության ոլորտում էդ ա եղել Եվ հիմա Բագրատաշենից Երևան ըստ էության ճանապարհը գտնվում է լավ վիճակում։ Մենք նոր ճանապարհին եթերում չէինք այդ ժամանակ, օրինակ Հաղարծին գյուղի հատվածում արդեն ճանապարհի եզրերին ես ցավոտ եմ տանում էլի, որ տեսնում եմ արդեն ինչ որ տեղեր բան, բայց պարզաբանեցինք, որ դա միջին նորոգում ա եղել եւ ինքը իր ժամկետի մեջ նորմալ ծառայել է եւ նորմալ կծառայի։ Եվ հիմա մենք ըստ էության հանրապետությունը միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներում ունենք էականորեն լավ վիճակ։ Եվ ես ուրախ եմ, որ մարդիկ չեն հիշում, օրինակ 2018 թվականին Բագրատաշեն Երևանը ինչ վիճակում ա եղել ընդհանրապես եւ ոչ միայն Բագրատաշեն Երևանը։ Իմիջիայլոց արժևում մեզ մեծ իրադարձություն ա սպասվում, այդ Հյուսիսարավի Երևան-Գյումրի հատվածի ամբողջական բացումն է։ Հասցում ենք, չէ՞։ Մեծ միջոցառումով ենք ուզում բացենք, պարոն Վարչապետ, եղանակին ենք սպասում, որ Գյումրիում կարողանանք այդ եղանակին տոնական միջոցառում կազմակերպել, ճանապարհը ամբողջությամբ պատրաստ է արդեն երթևեկության համար։ Դե 2018 թվականի մասին խոսեցինք, 5000 կիլոմետր պետական բյուջեով ճանապարհ ենք կառուցել, վերակառուցել 2018 թվականից հետո եւս 2000 կիլոմետր սուբվենցիոն ծրագրերով են կառուցել, այսինքն շուրջ 6.5-7000 կիլոմետր ճանապարհ են կառուցել 2018 թվականից հետո միջպետական հանրապետական նշանակության ճանապարհների 90%-ում աշխատանքներ չունենք իրականացնելու դեպի Սյունիքից դեպի Նոյեմբերյան հիմնական հատվածները ամբողջովին նոր կառուցած են, բացառությամբ մի քանի հատվածների դեպի Սիսիան մոտեցող 2 տարի կանենք, Վայքով անցնող հատվածը այս տարի կանենք, ասեն այնքան քիչ են, որ մենք կարելի է մի ձեռքի մատեվա թվարկել, որ հատվածներում ունենք միջպետականները նկատի միջպետականների մասին է։ Այս տարի էլի պլանավորել ենք 500 կիլոմետր ճանապարհի կառուցում, վերակառուցում։ Եթե այս մարզում ենք մի կարևոր բանի մասին էլ կուզեմ խոսել, պատրաստ է արդեն Դիլիջանի թունելի նախագիծը։ Այդ նախագծի արժեքը շուրջ $80 միլիոն է եւ մենք պլանավորում ենք 2026-2027 թվականների ընթացքում շինարարական մրցույթ հայտարարենք այդ նախագծի համար, ինքը Սևանից դեպի Դիլիջան գնալուց Ձախակողմյան մասով նոր թունել է կառուցվելու։
Նույնը նաև Ստեփանավանի կամ Պուշկինի թունելի մասին ժողովրդին ավելի հայտնի, մենք արդեն մի քանի օր առաջ սկսել ենք թունելի շրջանցիկ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, թունելի ամբողջովին վերակառուցման աշխատանք լինելու 35 միլիոն եվրո արժեքով, ելի նախագիծը պատրաստ է, շրջանցիկ ճանապարհը կկառուցենք եւ 2027 թվականին շինարարական աշխատանքների համար մրցույթ կհայտարենք, որպեսզի հիմնանորոգենք թունելը։ Դա կլինի արդեն 4-րդ թունելը անկախության տարիներին Հայաստանում կառուցված կամ վերակառուցված, որտեղ եւս երկուսը արդեն ֆորման աշխատանքները ավարտվել են, դրա մասին խոսելու առիթ ունեցել ենք, դա Քաջան-Ագարակ հատվածում երկու թունել ունենք, մեկը 420-430 մետր Հյուսիսարավի կտորն է, դա Հյուսիսարավի կտորն է, մեկը 430 մետր, որի ֆորման աշխատանքները դեկտեմբերին ավարտվեցին, եւ եւս մեկը 500 մետր երկարությամբ, որի ֆորման աշխատանքները մի քանի օր առաջ են ավարտվել։ Շատ լավ, քանի որ դուք խոսեցիք Երևան-Գյումրի Հյուսիսարավի մասին, ես ուզում եմ տեղյակ պահեմ, որ մի այսպիսի գաղափար կա, հազիվ կարծում եմ լավ առիթ այդ գաղափարը մեր հետևորդների հետ կիսենք։ Գաղափարն է նա, որ Հյուսիս-Հարավ Երևանի Գյումրի բացումը մի հատ մեծ ավտոերթով անենք, չէ՞։ Այո։ Եվ այդ ավտոերթով գնանք, հավաքվենք, գնանք, Գյումրիում էլ մեծ միջոցառումով նշենք եւ իմիջայլոց այնով անդե զուգահեռու եթերա չէ խրախուսում ենք լավ է բայց կարևորը արձանանք որ Տավուշի մարզում երկու խոշոր էլի ճանապարհային իրադարձություն ա տեղի ունեցել երևի ովքեր ակտիվ են եղել 2000-ականներին կհիշեք որ ժամանակ Բերդում նախաձեռնությունների հայտ գալիս քաղաքացիական անվտանգ ճանապարհ Բերդի համար, հա, տենց նախաձեռնություն կար եւ հիմա Բերդը 3 անվտանգ ճանապարհ ունի, մեկը խաղաղության հաստատման բերումով Այգեհովիտ, Պառավաքար գծի ճանապարհն է, որը անվտանգ է, բայց նաեւ այս ընթացքում մենք կառուցեցինք Գանձակար-Իցակար ճանապարհը եւ Թթուջուր Նավուր ճանապարհը եւ Թթուջուր Նավուրն ու Գանձակար-Իցակարը էլի առաջիկայում պետքա բացենք։ Մենք անցած տարվա վերջին պլանավորում էինք բացում անենք, բայց չստացվեց ժամանակի սղության պատճառով։ Այսինքն ճանապարհը ամբողջությամբ պատրաստ են, նաեւ Հախոմի կամրջի կառուցման տեղադրման աշխատանքները այս դեպքում ավարտական փուլին են մոտենում, մենք մարտի վերջ Հախոմի կամրջի եւս պատրաստ կունենանք եւ կկարողանանք ճանապարհը ամբողջությամբ բացել, իհարկե պայմանով, որ ձեր հանձնարարականով Հախոմը նաեւ երկու երթևեկելի գոտով կամուրջ կունենա եւ երբ որ առաջի երթևեկելի գոտին հանձնենք շահագործման, զուգահեռաբար կաշխատենք նաեւ ձեռք բերել երկրորդ երթևեկելու գոտու համար էլի նորից մետաղական կամուրջ, հիմա մետաղական կամուրջները Հայաստանում արդեն 5-6 ունենք տեղադրած եւ այդ փորձը կարծես թե վստահություն է տալիս, որ կամրջաշինության մասով կարելի է դիտարկել նաեւ մետաղական պատրաստի կամուրջների տեղադրումը։ Դե մենք Խաշտարակով անցանք, էլի այնտեղ եթեր չարեցինք հատուկ, էլի Խաշտարակում էլ է տեղադրված մոտեցումները պետք է կառուցվի։ Հախոմի կամուրջի հետ կապված կարևոր արձանագրել, որ ԿԳՄՍ-ն էլ պատմական կամուրջի վերականգնման եւ լուսավորության աշխատանքներն է իրականացնում եւ այդտեղ էլ կունենանք շատ գեղեցիկ մի տուրիստական նոր ուղղություն, այդ թվում տուրիստական, իհարկե մետաղականը սկզբից մեկը կդնենք, հետո երթևեկության ինտենսիվացմանը զուգընթաց արդեն երկրորդի մասին էլ կմտածենք։ Երկրորդ կամուրջի պատվերը արդեն ունենք եւ առաջի կամուրջի շահագործման հանձնարարից հետո հանգիստ կաշխատենք երկրորդ կամուրջի մասով, մինչև տարեվերջ երկրորդ կամուրջը եւս տեղադրած կնենք Վանվարջյանը։ Շատ լավ։ Երեք մենք մեր եթերը մի քիչ ճանապարհների մասին փաստորեն ձայնի խնդիր էինք ունեցել, բայց արձանագրենք նաև, որ ըստ ընթացքում ճանապարհային դեպարտամենտը շատ լուրջ տեխնիկական ձեռքբերումներ ունի, սարքեր սարքավորումների, որպեսզի մենք որակի վրա կրկնակի, եռակի հսկողություն անելու հնարավորություն ունենանք եւ համոզվենք, որ մեր ճանապարհները որակի հարցում խնդիր չունենանք եւ որակի ստանդարտը անընդհատ ավելացնենք։ Երկու բառով պատմեք էլի, հնացերեք խոսել ենք, բայց չի լսվել նոր։ Նախորդ տարվա ընթացքում շուրջ 4600 լաբորատոր նմուշ առում ենք արել,
պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվող, վերակառուցվող, նորոգվող եւ հիմնանորոգող բոլոր 500 կիլոմետր ճանապարհներից եւս 480 նմուշ առում ենք իրականացել պետական լաբորատորիայով սուբվենցիոն աշխատանքներով վերանորոգվող ճանապարհներից, ավելացնում ենք ճանապարհային դեպարտամենտի կարողությունները, մենք այս պահին կարողանում ենք ստուգել ասֆալտի հաստությունը, ասֆալտի խտությունը, հատիկային կազմը, մինչև մի քանի շերտեր, դրան գումարած նաև գծանշում, երթևեկության նշանների որակ, սալիկների որակ։ Հիմա լրացուցիչ նոր սարքավորումներ ձեռք կբերենք, որը մեզ հնարավորություն կտա հսկել բիտումի ծերացումը, որը շատ կարևոր պարամետր է ճանապարհաշինության համար, նաև նոր եվրոպական տեխնիկա ենք ձեռք բերում, որը հնարավորություն կտա ստուգել ճանապարհի շերտերի որակը մինչև 70 սանտիմետր խորության վրա, դա աշխատում է նաև արհեստական բանականության միջոցով եւ ինֆրակարմիր ճառագայթներով ինքը 70 սանտի շերտեր ուսումնասիրելուց հետո արդեն ունենք թե նոր ենք առաջիկայում ձեռք կբերենք, արդեն փաստաթղթավորման փուլը սկսել են գնումների գործընթաց հայտարարելու մասով, առաջիկայում եւս մի քանի տեխնիկա ձեռք կբերենք, որոնցից մեկը մեզ հնարավորություն կտա ստուգել նաև արգելակման երկարությունը, այսինքն ճանապարհի շահագործման կընդունենք այն դեպքում, երբ որ իր արգելակման երկարությունը համապատասխանում է մեր պարամետրերին։ Հաստատի կարող ենք ասել, որ պետական բյուջեով ֆինանսավորվող 500 կիլոմետր ճանապարհների ամբողջ ծավալը նախորդ տարվա ընթացքում լաբորատոր փորձարկման է անցել, այդ թվում նաև պետական լաբորատորիայում, ինչու այդ թվում, որովհետև նաև շինարարները ազատ են իրենք էլ մասնավորի լաբորատորիայից բերել եզրակացություն, բայց շատ կարևոր է, որ այս դեպքում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որպես պատվիրատու մենք մեր լաբորատորիայում նմուշառում ենք իրականացնում իմ թվարկած պարամետրերով։ Եվ դա այն, որ մենք պետական նախարարությունը ունի այդ լաբորատոր հնարավորությունները, դա լրացուցիչ երաշխիք է, որ մասնավոր հատվածն էլ իր կարողությունները եւ ստուգումների որակը կմեծացնի, որովհետեւ ցանկացած պահի միտեղ որևէ բան կասկածելի թվաց մեզ, մենք կարամ գնանք տեղում այդ նույն վերահսկողությունը անենք եւ լուծենք, եւ մենք պայմանավորվել ենք նաեւ, որ տկենը նաեւ Երևանի քաղաքապետարանի հետ շատ սերտ համագործակցելու է, որովհետեւ տկենում կարողությունները վերջին տարիներին որակի վերահսկողության էականորեն լավացել են եւ մենք առաջիկայում նաեւ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին կաջակցենք, որպեսզի ավելի խիստ վերահսկողություն տեղի ունենա։ Ընդհանուր առմամբ նկատելի է, որ մեր ճանապարհների որակը էականորեն լավացել է, բայց մենք ինչպես պայմանավորվել ենք, պետք է մեր ստանդարտը անընդհատ շարունակաբար բարձրացնենք եւ դա նորմալ է, որովհետեւ երեկ էլ ասացի, բայց այսօր էլ կրկնեմ, բանով խորհրդակցություն անելով ճանապարհի ստանդարտ չի ավելանում։ Պետք է կառուցվի ճանապարհը, կառուցվի եւ կառուցման ընթացքում պետք է այդ ամենը տեղի։ Շատ լավ, պարոն վարչապետ, շարժվում ենք այդ ուղղությամբ, լրացուցիչ եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաեւ շինարարներն են տեղում իրենց կարողությունները ավելացնում, այդ թվում նաեւ ավելի պրոֆեսիոնալ անձնակազմ են ներգրավում շինաշխատանքներում, ավելի նոր տեխնիկա, տեխնիկական պարկի համալրումը շինարարական ընկերությունների մոտ ավելի լավ է ընթանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք երկարաժամկետ խոսում ենք Հայաստանում իրականացվող աշխատանքների մասին եւ դրանով նաեւ շինարարական ընկերությունները վստահություն են ձեռք բերում այսօր այդ թվում նաեւ վարկային միջոցներով տեխնիկական պարկ թարմացնելու հետագա տարիներին նոր ճանապարհներ կառուցելու վերակառուցելու մասին։ Դե որովհետեւ դա նաեւ մրցույթներում իրանց առավելությունն է ավելացնում, որովհետեւ ինչքան ընկերությունը տեխնիկական հնարավորությունները մեծ են, այնքան մրցույթներում իրանք ցախտելու հնարավորությունը ավելի մեծանում է։ Մենք այս տարի եւս 500 կիլոմետր ճանապարհի կառուցման վերակառուցման աշխատանքներ կիրականացնենք, վստահաբար ավելի լավ որակով, քան իրականացվել է նույնիսկ 2025 թվականի ընթացքում։ Հիմա հարգելի գրողներ, պարոն Պապիկյան, պարոն Սանոսյան, այս ճանապարհը որ թվին ենք մենք արել։ Սա նոյեմբերան մի կտոր արվել է 18 թվականին, փոքր կտոր, մնացածը արվել է 19 թվականին եւ լավարկումներ են եղել այլ փուլերում։ Ես հիմա նայում եմ ճանապարհը ահագին լավ 19 թվականի ճանապարհը։ Դե ահագին լավ վիճակում է ճանապարհը, էլի, այսինքն բան չկա։ Սա այն ճանապարհն է, որ կապալառուն երկրորդ անգամ նոր շերտ ավելացրեց։ Մի քիչ գծանշումն է հնացել, բայց ասֆալտի որակը ահագին լավն է։ Տենց ճաքեր չկան առանձնապես եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում եղանակը։ Եղանակն էլ մի առանձնահատուկ ձևով այս գեղեցիկ բնությունը գեղեցկացնում է։ Երևանում ձյուն գալիս է պատերակ։ Չէ՞։ Դե ձյունը մի քիչ ցույց տվեք։ Ցույց տվի Դավիթ ձյունը։ Դե տենց ոնց որ խոսացինք հիմնականում
այնպես որ այս պայն կարանք արդեն այս եթերը դադարեցնենք, պան Խուդացյան բան ունենք։ Ընդհանուր առմամբ բան վարչապետ խոսեցինք այլ մարզերում, այլ կոնկրետ ծրագրերի մասին, այդ թվում նաև Հյուսիսարևի հարավային հատվածի մասին խոսենք Սյունիքի Հա դե մարզերի գնալու ենք այդ թունելն էլ կայցելենք կտեսնենք ուր ենք հասել ահագին լավ շինարարությունը գնում առաջ բայց դա արդեն Սյունիքում խոսենք առայժմ